Ամսական 41 միլիոն դրամ կտրամադրվի քաղաքապետարանի նոր աշխատակիցներին, որոնց պարտականությունն է լինելու մայրաքաղաքի երթևեկությանը հետևելը։ Ավագանին այսօր որոշեց նոր հիմնարկ ստեղծել։ Ավագանու ընդդիմադիր 15 անդամ սակայն դեմ քվեարկեց։ Այսօր քաղաքապետարանը նախագիծ է բերել, որ 74 հոգի աշխատանքի ընդունեն, ամսական 41 միլիոն դրամ տան, հեռուստացույցով էկրանով նայեն, տեսնեն ոնց է խցանում առաջանում։ Այսպես նստեն նայեն, մոտավորապես 7 հատ այդ աշխատակիցներից 1.5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանալու ամիսը։ Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, շարունակելով Երևանում տրանսպորտի համակարգում առկա խնդիրների մասին քննարկումը, ավագանու ընդդիմադիր անդամ Պետրոս Զարոկյանը փորձեց հստակեցնել, թե ինչպես են որոշել ստեղծել երթևեկությունը հսկող համակարգ, երբ տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը անցնում է քրեական գործերով։ Դրանից հետո բանավեճ սկսվեց նրա եւ Տիգրան Ավինյանի միջև։ Մի օր վարչապետը գնում է հեծանիվ քշում, խցանում է լինում, ուզեմ հասկանամ ինքնա ձեզ քաջալեր ես կենտրոն ստեղծեք, համաձայնեցեք վարչապետի հետ, թե ինքնուրույն որոշեք անիվ 2 ստեղծեք։ Պարոն Զարոկյան, ես անկեղծ ասած դուք Ես վարչապետը, ես քաղաքապետին եմ ասում, Կարմիր գծը չէ։ Ես չգիտեմ, դուք կարող եք այս դահլիճից դուրս մարդկանց էլ կարող եք։ Մի րոպե, էլի։ Նախ հարց զեկուցող են, երկրորդ երբ որ հարց եք տալի, խնդրում եմ հարցի վերաբերյալ, քննարկվող հարցի վերաբերյալ հարց տալ։ Ֆանտազիաները ձեր, չգիտեմ, կոմպլեքսները, չգիտեմ, որևէ մի բան, որը որ կապ չունի հարցի հետ, Ջորջ ջան, այդ թատերական ներկայացման համար կունենաք ելույթ եկեք ազատ, այս անգամ թողելու եմ, ինչ ուզում եք խոսացեք։ Զարոկյան Ավինյան բանավեճից հետո խոսափողն ու հարցեր ուղղելու հնարավորությունը տրվեց ավագանու մյուս անդամներին։ Այս դեպքում եւս բանավեճերից ու փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ չհաջողվեց։ Մասնավորապես Մեսրոպ Մանուկյանը Տիգրան Ավինյանին հրավիրեց իր TikTok-ի էջ պոպկորնով նայելու, թե ինչպես է վերջինս խաբել երևանցիներին։ Երեկոյան ձեզ ցույց կտամ։ TikTok-ը նստեք, պոպկորնով նայեք, բայց տնեցիների հետ չնայեք, կարող է ձեր դուրը չգա, դուք ձեր բաբլի մեջ, ձեր ժողովրդի մեջ նստեք ու նայեք, տեսեք, թե ոնց եք ասե ու խաբե այգիները։ Չեմ տեսել, որ օրինակի համար 40-ամյակի այգին ձեր ընտանիքներով գնաք զբոսնեք։ Այս վերջում էլ պարզել եմ, որ Մերգելյանի այգին դուք չեք սարքել։ Այդքան որ գլուխ եք գովում, մենք ենք սարքել, մենք ենք սարքել, դուք չեք սարքել։ Մասնավորն է սարքել, տիկին, տեղդ նստի լսի միջև չեմ խանգարում քեզ։ Ավագանու մյուս անդամը Սամվել Հակոբյանը որոշել էր կառուցողական խորհուրդներ տալ քաղաքային իշխանությանը խցանումները քչացնելու համար։ Հակոբյանին սակայն բարկացրել էր, որ ավագանու նիստերը ամիսը մեկ անգամ են տեղի ունենում մեծամասամբ չզեկուցվող օրակարգով։ Խցանումները ուզում եք պակասի, դատախազության հետ սաղ ժողովրդին տարեք, չգիտեմ, Բանգլադեշն է կզարգանա։ Նալբանդյան փողոցի վրա, այդ փողոցի վրա որ ԱԱԾ եւ այլն կա, տարեք քաղաքից դուրս կամ քաղաքից այրամաս, նայեք ոնց երթևեկությունը կլավանա։ Ինչ տարբերություն, պարտադիր պետք է քաղաքի կենտրոնում մարդկանց գլխին գործեր կարեն։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն էլ ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան նրանց ելույթները որակեցին որպես ներկայացում։ Ըստ նրանց ընդդիմությունը ստում է, բայց քաղաքացիները կուլ չեն տալիս այդ խայծը։ Որպես ապացույց նորից հիշեցին վաղարշապատի ընտրությունը։ Մեր քաղաքացիները այլ բան են տեսնում եւ համապատասխան արձագանք տալիս են, ինչը որ մենք վերջերս տեսանք վաղարշապատում, ովքեր դուք ինչ չպիտի ասեք, ես ինչից խոսեմ։ Լռություն։ Չպիտի ասեք, ես ինչից խոսեմ։ Լռություն։ Ամեն անգամ Լռություն, շարունակեք դեպի Ես արձագանքում եմ ձեր Եվ մոտեցեք բուն նախագծին։ Ես արձագանքում եմ ձեր ասածներին, խոսեք ընդամենը կամ միայն խոսեք միայն նախագծից, արձագանքը կլինի միայն նախագծից։ Ավինյանն իր հերթին թեժացրեց բանավեճը, հայտարարելով, թե թույլ կտա ընդդիմադիրներին ամբիոնի մոտ ճվճվալ։ Սա դուր չեկավ ընդդիմությանը։ Երբ որ ինչ-որ բան ասում եք, միշտ նկատի ունեցեք, որ այդ բումերանգով ձեր դեմ կարա գա։ Երբ որ պարոն Ավինյան ասում է գան ամբիոնի մոտ ճղճղան բան, այդ ճղճղացող մարդ կա, տարբեր տարիներին ամբիոնի մոտ շատ ճղճղացել է, թե երբ որ ընդդիմադիր էր եւ թե իշխանավոր է, ու մենք շատ կորուստներ ունենք այդ ճղճղացող մարդու անձինս Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Ինչերից է առաջարկում եմ կոռեկտություն պահեք։ Երևանի ավագանու նիստը տևեց 5 ժամ, որի ընթացքում փոխադարձ մեղադրանքներից բացի միայն մեկ որոշում կայացվեց։
Տրանսպորտային երթևեկությունը հսկող աշխատակիցների աշխատավարձը սահմանել մոտ 1.5 միլիոն դրամ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։